Տիկին Վարդանյան ինձ էլ էլի հարց տալու հնարավորություն թող տրվի հարգելի գործընկերներ, որ շատ քպականներ, օրինակ երեք այդ Մամիջանյանը ակնարկում էր, որ շատ քպականներ պատրաստ են։ Չեմ կարող մեկնաբանել, դա նաև հաշվում էր 4 ամիս առաջ, չեմ կարող մեկնաբանել, եթե իրենք նորություն ունեն, շատ լավ է, միայն ողջունելի է, շատ լավ կլինի, միայն ողջունելի է, որևէ ես միայն կարող եմ ասել Հայաստան խմբակցությունը սեպտեմբերին էր միացել։ Այդտեղ ոչ մի բան չի փոխվել։ Տիկին Վարդանյան, շնորհակալություն։ Տիկին Վարդանյան ասացիք, որ շրջում եք մարզերով, հանդիպում եք ձեր ընտրողների հետ, ես էլ եմ հետևում Հայ հեղափոխական դաշնակցության Facebook-յան էջին, նաև ձեր պատգամավորների էջերում հրապարակվող նյութերին։ Հետաքրքիր է Տիկին Վարդանյան, այդ դուք ասացիք, որ քաղաքացիական պայմանագիրը նախընտրականից ծրագրում խոստանում է Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, սակայն ստեց եւ չդեօկուպացրեց։ Ձեր հանդիպումների ընթացքում մարզերի բնակիչները բարձրացնում են Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի հարցը, Արցախը հետ բերելու հարցը, Արցախ վերադառնալու հարցը, տրամադրությունները խնդրում եմ փոխանցեք։ Արցախայերի իրավունքների մասին բնականաբար հարցերը բարձրացնում են, բնականաբար հարցեր ուղղում են եւ դժգոհություններ ու մեր պատգամավորները այստեղ նաեւ ուղղում են կառավարության ներկայացուցիչներին եւ իսկ ԿՊ-ի չկատարած խոստումների համար մեզ դժվար։ Դնում են նման Ես ասացի, պատասխանեցի։ Շուշին եւ Հադրութը մեզնից հիմա նման պահանջմունք կա հասարակության։ Դա ԿՊ-ի նախընտրական խոստումն եղա, ես հիշեցնեմ։ Մեզնից հիմա մեր քաղաքացիների մի ստվար զանգված, մենք հիշեցնեմ, որ գործունենք հիմա հայաթափված, օկուպացված Արցախի հետ ամբողջությամբ։ Մեզնից հիմա այո մեր քաղաքացիների մի ստվար զանգված հարցնում է ինչպես եք պաշտպանելու Արցախայերի իրավունքները, ինչպես եք բանակցությունների սեղանին դրանք արտացոլելու եւ մենք ուղիղ պատասխանում ենք, որ Արցախայերի Արցախ հավաքական վերադարձի իրավունքը մեր օրակարգում է։ Իսկ դեօկուպացիայի մասով ինչպես եք պատկերացնում, որպես քաղաքական ուժ։ Ես դեօկուպացիայի մասին խոսեցի, ես ասացի նման ծրագիր ունենք։ Դուք գաք իշխանության, ինչպես եք պատկերացնում։ Ես ասացի նման ծրագիր ունենք։ Ես ասացի նման շատ լավ։ Հիմա որովհետեւ բանից խառը զրույցից մի վերնագիր չգնա, դաշնակցությունը չի պատկերացնում Արցախի դեօկուպացիան, շատ ուղիղ պատասխանեմ։ 21-ին, երբ որ Արցախը օկուպացված ու հայաթափված չէր, այլ բանի մասին էինք մենք խոսում։ 2023 թվականին, երբ գործող իշխանությունների գործողությունների ուղիղ հետևանքով Արցախում հայ չի ապրում, մեր համար, մեր սրտերում, մեր հոգիներում Արցախը բնականաբար հայկական է, մեր ժառանգության ու ինքնության մի մասն է, բայց մենք մեր քաղաքացիներին ԿՊ-ի պես խաբել չենք պատրաստում։ Ոչ մենք չենք ասում, որ գալու ենք հաջորդ տարի ազատագրենք Արցախը, գալու ենք պատերազմ հրահարենք, եթե ինձնից դուք դա եք ուզում լսել։ Մենք այս իրավիճակում հաշվի առնելով ինչ իրավիճակ է, աշխարհաքաղաքական ինչ իրավիճակ է, որ օրակարգը կարող է գտնել աջակցություն, մենք ասում ենք դրա համար, ոչ թե պոպուլիստական ինձ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը հարցում անի, բնակության մի ստվար զանգված ասի Արցախի դեօկուպացիան պահանջում, Նիկոլ Փաշինյանը կկանգնի, կասի Արցախ Հայաստան է ու վերջ։ Մենք դա չենք անի, կապ չունի քանի տոկոսը նման կասի։ Մենք հիմա խոսում ենք Արցախայերի Արցախ հավաքական վերադարձի իրավունքի պաշտպանության մասին, որտեղ դա ենք իրատեսական տեսնում, դա է այս իրավիճակի բանակցություններով նորմալ բանակցող ունենալով, դրանից սկսելով, այո։ Եվ հիմա այն հարցը, ինչի արդիվ հավաքվել էին Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը հարցում է անցկացրել հեռախոսային քաղաքացիների շրջանում եւ ըստ այդ հարցումների Հայաստան դաշինքը ստացել է 3.3%, այնինչ 21-ին ստացել էր ընտրողների 21% կվեն, իսկ մարդիկ այն 3.3%-ն է ասել, որ եթե ընտրություն լինի, ձեզ կընտրի, սա ինչպես կմեկնաբանեք։ Նախ չգիտեմ ինչ հարցման եք հողում անում, հիմա ընտրություններից առաջ դա տարբեր հարցումներ նետում են տարբեր թվերով, արդեն մեկ խճճվում ես էլ գոնե մի քիչ հետևողականություն դրսևորեն։ Մենք իհարկե շատ ուղիղ ասեմ, դողում ենք մեզ տված ամեն քվեի համար, պատասխանատվություն ենք զգում եւ այդ ամեն քվե ոչ միայն ուզում ենք վերականգնենք, ուզում ենք ավելացնել։ Ես հարցումը չգիտեմ ում եք հղումանում, ինչքան է հավաստելություն եւ այլն, բայց ելի եմ կրկնում, եթե պատկերը դա է, մեզ անադառնալու կարիք ընդհանրապես չկա իշխող ուժի կողմից։ Ես չեմ կարծում, որ դա իրականությունը արտահայտող պատկեր է, բնականաբար փոփոխություններ ընդդիմադիր դաշտում վստահաբար եղել են, բայց այնպես չի, որ վստահաբար ի վնաս ընդդիմադիր դաշտի, որովհետև այս տարիների ընթացքում ընդդիմության գործողությունների արդյունքում, գործող իշխանության գործողությունների հետևանքով ահռելի մեծ տոկոս է կազմում այս իշխանության քաղաքականությունից դժգոհողների տոկոսը։
Հիմա դա ոնց կկարողանանք կապիտալիզացնել, բնականաբար կախված է մեր աշխատանքից։ Առաջին նախագահի հայտարարությունը արդյոք քննարկել եք դուք, նկատի ունեմ կուսակցությունով, որովհետև առաջարկ էր արվում մեկ ճակատով հանդես գալ, բայց կարծես թե ընդդիմության մեջ չկա այդ ընկալումը, մեկ ճակատով հանդես գալ, Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվել, ասում է, որ այսպես ազգը կարող է փրկվել։ Ինչ դուք ինչ կասեք այս առումով, արդյոք քննարկում եղել է եւ հնարավոր տարբերակ է։ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց այդ հարցին իր Facebook-յան էջով, անդրադառնալով գրառմանը, միանշանակ համաձայն ենք եւ ուրախ ենք, որ առաջին նախագահն էլ է հիմա արդեն արձանագրում, որ իսկապես ազգի փրկության հարց է, եթե տեսել եք նախկին 7 տարիների մեր խոսույթը իսկապես դա է եղել 2020-ից հետո հատկապես, եթե մարտավարության հարցում կարծես կա մարտավարական մոտեցումների տարբերություններ, մենք վստահություն չունենք, որ ամենաարդյունավետ տարբերակը բոլոր ուժերը մեկ ցանկով, մեկ առաջնորդությամբ գնալն է, մենք կարծում ենք, որ ամենակարևոր խնդիրը, որ ընդդիմադիր դաշտը պիտի լուծի հնարավորինս շատ քաղաքացիների ընտրության մասնակցելիության ապահովումն է, եւ դրա համար այն գործընթացը, որ հիմա տեղի ունենում, նկատի ունենք դա խոշոր բլոկների ձևավորումը, դա մտածում ենք, որ կարող է լինել արդյունավետ ճանապարհ, որը թույլ կտա ցանկացած ուժի իր թիրախային լսարանին ներկայացնել իր առաջարկը, այդպիսով մոբիլիզացնել, ստանալ աջակցություն։ Բլոկի դեպքում ինչ վտանգ եք տեսնում դուք։ Ես չեմ ուզում որևէ ընդդիմադիր ուժի բանը մեկնաբանել, ընդհանուր համախմբվածությունը լավ կարող է լինել, բայց դա նախ իրատեսականության խնդիր ունի, երկրորդը Եթե խոսում ենք այնպիսի միավորման մասին, ավելի ուղիղ եւ պարզ ասեմ, եթե Գյումրիում Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը եւ մյուս ընդդիմադիրները մասնակցեին նույն ցանկով, մենք կունենայինք ավելի քիչ ձայներ եւ կունենայինք ավելի քիչ մասնակցություն։ Դրանից բխող հետևանքներով։ Ասում որ մոլորեցնում եք, առանձին գնում եք, վերջում հավաքվում եք։ Ես չեմ հասկանում այսքանի պայրագայ մոլորեցնելը ոնց կարա լինի, ուղիղ ասում եմ։ Տվեք ձայն մեկ ուժի, թող չձևավորի մեծամասնություն, եթե չեք տալի։ Անբանական որ ազնիվ Ես վանգան չեմ, դա ու անորոշ չեմ ասում, դա քաղաքացիների քվեից է կախված։ Հայաստան դաշինքը ներկայացնելու է իր ծրագիրը, իր առաջնորդությունը եւ իր թիմը։ Մենք խնդրելու ենք քաղաքացիներից իրենց քվեները մեզ կտան մեզ այնքան ձայն որ բավարար կլինի, բնականաբար որևէ կոալիցիա չի լինելու։ Չեն տա, բնականաբար լինելու համագործակցություն։ Ըստ էության այն է ասած է իշխանության, որ պետք է այդ ուժերն օրինակ Սամվել Կարապետյանն ասի, ես քվեմ հավաքում, եթե մեծամասնություն չեղա կմիանամ Քոչարյանին, Քոչարյանն իր հերթին ասի, նման պատրաստ են որևէ ուժ չի կարող ասել ում կմիանամ, ինչ չէ, որտեղ դա տրամաբանական չէ, դա որոշում է քաղաքացին։ ԿՊԵ-տ հաստատ չի մնա, չէ։ Խոսքը ընդդիմադիր եւ իշխանական դաշտի մասին միավորումների մասին է, դա որոշում է քաղաքացին։ Տրամաբանականը այն է, որ ավելի շատ ձայն, ավելի հավաքած ուժի շուրջ կարող է լինել համախմբում, եթե որևէ ուժ չստանա մեծամասնություն։ Դա տրամաբանությունն է։